Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին 1 ժամվա ընթացքում։ Ինչպես միշտ առավելագույնը 1 ժամ, իհարկե նախկինում ավելի կարճ է տևել, բայց ամեն անգամ հարկ եմ համարում տեղեկացնել։ Համեցեք։ Շնորհակալություն, եկեք պահենք մեր հարցի կանոնը, որպեսզի բոլորը հարցնեն։ Պատասխանել այսօր շատ հարցեր կա։ Առաջինը Վոլոդիա Հակոբյան, Սիվիկե։ Պարոն, եպիսկոպոսները ներկայական հարցը զարգացնում Ձեր արշակ եպիսկոպոսի վերաբերյալ ճիշտ է դուրս եկել, գործակցությունը ասում են դարեկին բան ոչինչ է համար իսկ ներկայաս հանդիպումի ներկայացած գործակցության արդյունքները բարձրացան ուղղակի վերաբերյալ կարծիքից հետո անցել է ամիսներ, բայց դարեկին եպիսկոպոսը որպես հեղինակություն ունեցել է շատազան զարգացման հարցադրությամբ եւ համախոհը համից է պաշտպանել նաեւ անհայտ եպիսկոպոսը կոնկրետ իրավաբանում հանձնել կաթողիկոսի ուշադրությանը հաշվառելով այս նորությունը դարեկին եպիսկոպոս ամենօրյա խոսում է ոսկե արշակ սեփականից մակում տարածքը եւ գնում են հանձնարարական ասում այսօր գնում ենք եպիսկոպոս մեր եղբայրների եկեղեցու հավատացյալների իրաց ավարտելու միանալու աշխարհաստուր հայության սրբության սեփոս մարատոն սուպեշնիացի սեփական օգտվականից եւ նրա մեր ազատելու կենսական անհրաժեշտ գործին խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը։ Պարոն վարչապետ, ո՞րն է ձեր արձագանքը եպիսկոպոսների այս դիմումին, խնդրանքին ասեմ, հորդորին ասեմ, ձեր արձագանքը։ Նախ ասեմ, որ որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ եւ հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաեւ նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Ես գիտեք, այս պահից արդեն ասացի հնարավոր հանդիպումից հետո կամ ավելի ճիշտ միջև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մանրամասների մասին կամ լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ։ Կրկին ուզում եմ ասել, որ որպես պետության ղեկավար հաստատակամորեն եւ վճռականորեն ողջունում եմ այդ հայտարարությունը եւ նաեւ այն ընդունում եմ որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ։ Հաջորդ հարցը վերջերս մեծերու շարժում հայտարարեց, որ բարի նախան ուժերեն քանդեցական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար եւ վերջին օրերին նույն ուժը տարբեր աղբյուրներով հայտնում է, որ որպես կուսակցություն հրահանգված է, որ չգրանցվի մեր ձեռով, քանի որ դուք վախենում եք Սամվել Կարապետյանից, այնքան եք վախենում, քանի որ կան մոնիթորինգներ, ըստ որի Սամվել Կարապետյանն ու մեր ձեռով այս պայն ավելի շատ հավակնություն ունի հաղթելու, քան դուք։ Արդյոք վախենում եք Սամվել Կարապետյանից եւ նման հրահանգիչեցված էթերով։ Դեք ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ Էլի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել պատգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։